Աղջիկներս մի հատ տեսեք Գյորգին ու Խորենը ինչ են սարքել մեր ղազերի համար։ Մեծ, այսպես տարածությունը բավականին մեծ է։ Շուտով ղազերը դուրս կգան բուլիկները։ Եվ այս իրանց նոր բնակարանն է լինելու։ Շատ մեծ, շատ սիրուն, հավեսով սարքել են։ Բայց կարելի էր այս վերևը մի քիչ փագել։ Հա, բացվի, փագվի։ Հա։ Ուսուցչուհին իրան ուրիշ էր տվել։ Աղջիկներս տեսեք սկեսուրս ինչ է պատրաստել, թթու կաղամբով կոնջոլ, թե կոնջոլ, ձմեռային ճաշ է։ Եթե դուք արդեն համտեսել եք, մի հատ գրեք տեսնեմ, սիրում եք, թե ոչ։ Ձավար է, կաղամբ է, կարտոֆիլ և այլն, կոնջոլ, եթե չեմ սխալվում, կոնջոլ։ Ասեմ շատ համեղ է ստացվում, եթե չեք պատրաստել, ապա պատրաստեք և համտեսեք։ Աղջիկներս ինչպես եք, գնում են գնումների, ես և Գյորգին, հեսօր Գյորգին տանն է, ինձ բավականին բոնուս էր տրված, շատ ուշ եմ արթնացել, տան գործերը ամբողջը վերջացրել ենք, Սուսան տատիկ ինչպես տեսակ կոնջոլ էր պատրաստել, հիմա գնում են գնումների, մի երկու բան կա։ Բոնուս էր տրված։ Հա, քնած։ Ճիշտ այսօր բավականին էլի զբաղված օր ունեմ, բայց փորձում եմ ձեր հետ կապի դուրս գալ, նկարահանել, երեք շատ ուշ եմ վերջացրել գործերս, այնպես որ սիրուններս բոլորիս հիանալիորեն եմ մաղթում, դրսում մռայլ եղան, բայց առավոտը լավ տաք էր, արև կար, ինչի կորավ մի անգամից մռայլվեց։ Մի խոսքով գնում են գնումների սիրուններս, խանութում կմիանամ ձեզ։ Սիրուն չինոհի անցավ։ Գյորգին ասում եմ չինոհի էր, ասում ահա, ասում մի հատ գնամ հետը նկարվեմ։ Նենց սիրուն աղջիկ էր։ Եկա։ Հələ նայեք ինչ գնաց։ Նենց սիրուն էր։ Սիրուն աղջիկ էր։ Մեր չինոհին։ Մանդարին, ես որ գալիս եմ խանութ, առանց մանդարին, բանան, խնձոր տուն չեմ գնում, նո խնձոր շատ չեմ գնում, որտև տեքրս բերում է, չկար? Չէ։ Բայց առանց դրա չի եղնի։ Здрасте։ Կաղամբ եմ ուզում, կիլոգրամը 27 ռուբլի է։ Ընտիր ուղղակի սխտոր Սուսան տատիկ ասեց, սոխ կվերցնեմ, հələ մի հատ նայեք, 92 ռուբլի է, կարտոֆիլը, հա, գտար? Քունը տանում է, Գյորգի ջան, սխտորը սենց պաշկով վերցնեմ, թե կիլոյով։ Համեք կիլո վերցել, վատ Հնենց է գներ են դրել, հələ նայեք, 54 ռուբլի 3 հատիկը։ Սա մի ձեռով Աննա ջան ուզում ես ձմերուկ բռնես։ Հեռախոսը չմոռանաս, սիրելիս։ Հերիք Աննա ջան, հերիք փոջալի է։ Հա։ Հա, բա, իվա դիրեկա դե հերիք է։ Դե նա պաշկով վեր ունեի։ Վերցնեի, վեր ունեի։ Երկու տարբերակն էլ ասեմ էլի, որ իմանալ գիտեմ, մի հատ գազար ունեմ ծյորկած, բազուկ ունեմ ծյորկած, գնանք բուսայուղերի բաժին, այստեղ ամեն ինչ այնքան անգույն է երևը։ Հա? Ձուեչկա։ Купите любой кофе Жардин, регистрируйте чеки на jardin-promo.ru и выигрывайте путешествие на Мадагаскар. Լավը չի, այս Օքսանը չեն կողքինը։ Սրանից վեկա Գյորգ, 20 հատիկա, C1 համարի։
Լավ է բարձր։ Մերոն տնական, հա, այս խանութի հավերը ընդհանրապես չեն ուտում։ Ինչքան։ Հա, լավ է։ Ես էպես սոկ վերցնեմ։ Մանր չկա։ Գները լավ բարձրացել է։ Շատ լավ։ Են որ մի ծետնա 74 ռուբլեն փոքրերը, հա։ Հա։ Նա դերասնինը հա։ Հավել լավ է մի հատ 5 լիտրանոց վերցնենք, վերցնենք։ Վիվիանտը դեսնես։ Վերցու։ Սվաբոդա, սրանք էլ են լավը։ Հա, ավել լավը։ Սրանք ինչ արժե։ Բանես, բանով է ցես։ Ասես տնանք։ Աստեղ սենց ապարատ կա, գները իմանում ենք էլի։ Акции 144. Մակարոններից էլ իմ երեխեքս կտրվեցին, աղջիկեք ջան էլ մակարոն էլ չեն ուտում։ Ստեղից էլ ես բաժնից ես կոմի կանք։ Մի հատ բրինձ վերցնեմ, բրինձը հատելը։ Գիտես ինչ էր պետք, բլղուր կամ աղացած ծավար։ Չկա ստեղ աղացած ծավար։ Ես բխուր անեմ, կերած։ Հա։ Այնքան է փոքր է։ Մեծ տեսակը չկա։ Չէ։ Չէ։ Այդ նորը որ բրինձի ստարանք Գյորգի։ Որ լավներ, հա։ Փլաֆեր վրեն գրած էր։ Հե։ Փլոֆեր վրեն գրած։ Երեք որ էփեցի է։ Որ մեկներ։ Հենա փլով հլա։ Չէ, սրան չի։ Չէ, չի։ Իսկ չի։ Գրեչկա կատանը, ոս պնդեղից կառնենք։ Ախր լավներ է, փլոֆեր գրած։ Հա, սրանից է։ Հենց է։ Էս էր, հա, էս էր։ Ալու սախտեր։ Так, գնացինք։ Մաման էլ ինչ ասավ կբերեք։ Չգիտե։ Չստեք սստակ։ Սխտոր։ Սխտորը ձեթը աղը։ Տոմատ տնանք ընդեղ կա, տոմատ վերցնենք։ Ու վերջ։ Երևի թե։ Գները դուք ձեռք հետ նայեք, աղջիկեք ջան։ Ես որ գամ հատուկ գները նկարելու պետք է մի ամբողջ օրը ստեղից դուրս չգա։ Առաջ այնքան էին կառնում ես չիպսերից հիշում ես։ Այնքան եմ ասում։ Ինչքան վատ ապրանքար այդ ժամանակ առնում էինք։ И выигрывайте путешествие на Դե դարի օպերատորս։ общество проведения акции с 1 февраля по 17 апреля 2026 Ծավար ասի աղացած վերցնենք։ и проведения количества порядка. Որտեղից ընդեղ է։ Հա։ Դե գնացի։ Ստեղ սենց սիրուն ֆորմաներ կա։ Սիլիկոնի ասի։ Հացի համարը հարմար։ Կեքսերի ունեմ, բայց գիտեք քանի տեսակ։ Ուր եմ դրել, չեմ է հիշում։ Արեցինք մեր գնումները։ Այն որ ասում է ամեն օր խանութ ես գալի, տենց օր չկա, որ չգաս խանութ։ Առևտուր ես անում, տանում ես ավելով, որ ոչ մի բան պակաս չլինի, բայց հա։ Բայց էլի պակասությունը լինում է։ Սիրուններս էտելը տենց մի օր հատուկ կգամ խանութ, բայց մենակ։ Գյորգի հետ խանութ գալը կոպեկները գցեմ այստեղ ինքը ամեն ինչ պետք է արագ անես, ինձ թվում է բոլոր տղամարդիկ են այդ ձև, տղամարդկանց հետ ուղղակի խանութ գնալը անհնար է։ Ասենք ես առևտուրս անում եմ, վերցնում եմ, մի ժամ ուզում եմ ման գամ, տեսնեմ ինչ կա չկա, մարդս կարող է ընթացքում ինչ որ բաներ ցանկանաս առնես։ Իսկ Գյորգին ասում Աննա շուշու տարի, ու դու էլ չես կենտրոնանում թե ինչ ես ուզում, մի անգամից կարճ կոնկրետ առևտուր տանում ես ու դուրս ես գալիս խանութից։ Դրա համար պետք է տղամարդու հետ խանութ չգնալ։
Կամ պետքա խանութում կռվեք իրար հետ, կամ էլ պետքա, որ ասում է համբերատար գնումներդ կատարես ու շուտ դուրս գաս։ Էլի բաներ կար, ուզում էի վերցնեմ, նայեի կարար այստեղ չկար, բայց Գյորգին ճվում Աննան արդեն ապրում է, հայտնվում է կասի դեմը։ Քեզանից լավ բան բասեցի Գյորգի։ Նոր խանութ ա մեր մոտ բացվել, այսինքն վերաբացվել ա, հլա տեսնենք ինչ են վաճառում։ Здравствуйте. Ой, տորթեր են վաճառում։ Новенькие. Какая? Не будет больше не есть? Нет, он так хватит. А половина часа что-то? Շատ լավ խանութ է։ Ամեն ինչ կա։ Եկեք, համեցեք։ Գյորգ, այս է վեկալ էլի։ Ամեն ինչ նոր է։ Молодец. Дрожжель կա։ Ամեն ինչ կա։ Նորմալ խանութ էր։ Նորմալ խանութ էր։ Այտենց որ ասես այտենց լիքը խանութ էր, չէ։ Շատ թեթև էլի, հա։ Շատ բան չէին կերա, մարևտուրյալն է մանաջա։ Դա։ Քան է դաշխատող էին պայ, 1, 2, Այն ժամանակ այդտեղ շատ էին։ 4 հատ։ Այնա 4 հատ տեղն ես մի բան կան արևտուր։ Բայց այն ժամանակ մեծ խանութ էր, ամեն ինչ կար, շատ լավն էր, հա։ Ամեն ինչ կար այդտեղ։ Ամեն ինչ, ինչ ուզեր, նոսկի, չգիտեմ, ամեն ինչ։ Ջան, խանութներ կան։ Կողե դաշխատում։ Հա դե, ցենտրում շատ խանութներ կա, դրա համար է։ Պիծյորոշկ են, որ սաղ պիծյորոշկ այն գնումով ասենց խանութ կարի, որ վերև չի բարսան, որ ստեղ ա գալի։ Նացինք սիրուններս։ Երևի թե վերջ։ Դենա փլատիկի գորենը մեն դետեսագինը մեն։ Այս շիլա էլ էս է, դրանամ հարիսա, ասում շիլա։ Կրած վերցես, ինտերես მე ունდენ Կանադան, չի ոչ չի կագազել դուս։ Պակի գուշ։ Բաբոս, Ոսպը կան եսա գնային, մեկա։ Да. Չկա ոսպ։ Только Չկա 55. Ստեղ են հարացախն։ Ո՞ս չեղջերից են ես։ Նայեք ծավալը, որ ինձ հարցնում եք Աննա ջան, որտեղից է սառնում, մեր մոտի խանութից։ Կա, այսպես գրված է վրան Այսա ծավալ։ չեղջերից է, սենց է։ Չէ, ինչ չեչևի։ Մեր նորմալ չեչևիցան է պետք։ Կրանք էտակ եմ ես խանութ եսա գնային։ Դարես բրգուրանա։ Չէ, Ես իջ վերցնես։ այդի վերցրու։ Հետի մամային շատ է անհրաժեշտ լինում։ Մանրախ վերցրիր դու։ Դաս բրգուրը կայնան։ Անա պերգի կա, հետո կարող ուզեն, չունենա։ Հետի ջարդած բլղուր Չէ, չի եսի Գյորգի։ ջարդած է։ Էսի ջարդած չի։ Չէ։ Ասմա չէ, էսի ջարդած չի։ Հա։ Ես էլ թողանի, ես էլ անի։ Թողողնի, հա։ Տունա թողողնի։ Օ, չէ, ինչ է դες մարգարոնի։ Սենց վերմիշել չվերցնեմ։ Մեկ փլավ ենք անում մենք վերմիշելով։ Թե սենց պրուժին վերցնեմ։ Նա չգիտեմ անաջա։ Ստեղ ես ինձ համար տրոշ վերցնեմ։ Ինչ։ Հա, խանութ էի գնացել եկա։ Աղջիկներս ինչ էին վերցրել բուսայուղ, տեսա գները, բավականին թանկ էր։ Օր-օրի այսպես աճում է ձու։ Հա։ Շաքարավազ։ Այս տեսակ լոբի վերցրեցի ցանելու համար, դա տեսնենք Սուսան տատիկ ինչ կասի։ Հա, լոբի։
Ոսկ, նայ գները 145 ռուբլի, 194 ռուբլի, այստեղ տոմատի մածուկներ, որ արդեն դարել է 50 ռուբլի, այն ժամանակ 39-ներ 43-էր, իսկ հիմա ձու, սխտոր, բրինձ, նորից բուսայուղ, տոմատ, աղ, Молодец, Тутак ջան։ Молодец, կաղամ։ Կաղամ։ Ջան։ Շարունակում ենք այստեղ բուլգուր։ Մենք բլղուր ենք ասում։ Բուլգուր, մի խոսքով։ Աղ, նորից մանրաղ։ Դրոշ։ Մեկը տարկես, մեկը Էրիկին։ Էլինանը իրանը վերցրեց։ Հիմա մի հատ կոֆե ենք խմում։ Ու անցնում առաջ։ Աղջիկներս երեխեքին քնացրել են, մեկել եմ խոհանոց, նստացնեմ եմ լուսամուտներին, ահա որ վիճակում են գտնվում, հիշում եք չէ, ասեցի վերջին խաշն էլ էփելու ենք ու նոր անցնենք խոհանոցի մաքրությանը, այսօր այդ օրն է, երեխեքս քնած են, օրը կիրակի է, ոչինչ չունենք անելու, հիմա ինձ այսպես նաստրոյկա եմ անում, որպեսզի վեր կենամ ու անցնեմ գործի։ Ուզում եմ ամբողջ այս մեբելը մի հատ լվանամ, թարմացնեմ, լուսամուտները թարմացնեմ, քանի որ շատ ուժասպառ չլինեմ, կաթսաները վաղը կլվանամ, որովհետև լավ շփելու կարիք ազգում ու պետքա մաքրող միջոցներ էլ գնեմ, կեսը արդեն վերջացել է, շատ շուտ ասպառ դեպ, եթե ուզում եք բիզնեսը սկսեք մաքրող միջոցներից վաճառեք, որ շուտ է վերջանում ու շուտ են էլի գնում, ինչպես որ ես եմ շուտ գնում։ Այդպես, հիմա ինչ անեմ, որ մասից սկսեմ լուսամուտները մաքրեմ, ապարատով եմ լվանալու, ամբողջովին փայլացնելու եմ, ապարատի արած գործը լրիվ է, որ սուպեր, անտիր մաքրում է, հələ գրեք տեսնեմ աղջիկներս, այդքան որ ինձանից արտիկուլ էիք հարցնում, այսօր եկավ մեքենայով, այդքան որ ինձանից արտիկուլ էիք հարցնում, գնել եք, հավանել եք, թե ոչ, շատ հետաքրքիր է, այդպես, գալիս են մեր մոտ, այսպես մեքենան հետ են տալիս ու հետ են գնում, ուրեմն մի քանի օր առաջ ես մեր հարևանի այսպես բակում մեքենա է գալիս ու ահավոր ցեխ է լինում, այսպես թաղվում է, այդպես մեքենան հետ է տալի, որպեսզի դուրս գա, սա ամբողջ պատը այսպես ցեխ են անում, ու այդ օրը ուրբաթ օրներ կարծեմ, Գյորգին երեխեքին տանում մանկապարտեզ դպրոց ու այդտեղից գնում աշխատանքի քաղաք, ստեղ չի լինում, այս մեր հարևանի փեսն էլ հայ է լինում, դե գիտեք, մենք ստեղ ծանոթ հայեր, նույնիսկ բարեկամներ ունենք, զանգում են, իրանցից հետաքրքրվում են, ասում են հլը մի հատ իմացեք, տեսնենք, եթե ձեր հայրն է այդ ամեն ինչ արել, ոստիկանություն չկանչենք, եթե ինքը չի, կանչենք, զանգում են Գյորգին, Գյորգին ինձ, բավ ա եղե, ասում ես 8-ից գործ էի անում, կարմիր մեքենա էր, չգիտեմ ով ա եղե, Mama, все. հա, բալես, ազատ ես, ու զանգում են այս մարդու փեսային, ասում են, որ չէ, մեր հայը չի, մենք էլ այդ ամբողջ օրը սպասում ենք, որ հեսա պետքա ոստիկան գա և այլն, որպեսզի ասենք, որ մեր մեքենան չի, մեր բակ ամբողջովին մաքուր է, հարթ է, իմաստը որն է գնացել այս ցեխի մեջ ու մի հատ էլ հարևանի պատի կեղտոտես այսպես։ Հակազվիցը, եթե մեր Գյորգին լիներ այդ ամեն ինչ անողը, ոստիկանները երևի թե գային, իսկ քանի որ չգիտեն ով է, ոստիկանները այդպես էլ չեկան մինչև առ այսօր։ Այդ մարդը դուրս եկավ, իր պատը մաքրեց,
ակներ դրեց, կալոսներ սենց մի 2-3 տեղ, որպեսզի էլ իրենց բակ մեքենա չմտնի։ Բայց ով էր, ինչ էր, որտեղից էր, տեղյակ չենք։ Ամեն դեպքում այդպիսի բաներ էլ ա լինում։ Ինձ թվում է, եթե Գյորգին արած լիներ, մեր մեքենան լիներ, հաստատ ոստիկանը կգար, իսկ եթե մենք չենք, բնականաբար այդպես էլ ոստիկան չեկավ։ Դել այդպես, այդպիսի բաներ էլ ա պատահում այս կյանքում։ Հիմա կոֆե դնեմ, թե գործանեմ, վերջացնեմ, նոր կոֆե դնեմ, չէ, քան երեխեքս քնած են, եթե նստեմ նստած կմնամ, ամես պարերն ահավոր վիճակում։ Առաստաղը պետք է մաքրեմ խոհանոցը, որովհետև ամբողջ այսպես խաշի, չգիտեմ, այդ ճաշերը դեպքում ես յուղը վերև ա բարձրանում, քանի որ դեռ չկա այն հարմարանքը, կոնդիցիոներ, որ քաշում է, հա։ Այդպես, ահավոր կեղտոտվում է։ Դե ինչ, վեր կացեք ինձ հետ ու անցնենք գործի։ Գալիս եք, թե չէ, լգրեք տեսնեմ։ Այսօր դասեր չունեմ, իդեպ, այսինքն դասերը կա, ու արդեն 20 դասի 20 դասը հետևել եմ, գրառումներս արել եմ, փորձարկումներն արել եմ, և վերջապես ինչ եմ սովորում, որտեղ եմ սովորում, ում մոտ եմ սովորում, մոտ հիմա չեմ ասի, մինչև թույլատրություն չհարցնեմ, մարդս միգուցե, բայց չէ, կարող է և կարելի է, տեսնենք, կհարցեն նոր, այնտեղ, որտեղ որ ես սովորում եմ, նույնիսկ իմ հետևորդիներն են սովորում, արդեն 2 հոգի արձագանքել են, որ ինձ տեսել են այնտեղ, Աննա ջան, մենք ես հետևում ենք համ Instagram-ում, համ YouTube-ում, կամ համ այնտեղ ես ակտիվ, համ այստեղ, չեք պատկերացնի, ինչքան եմ էսպես ուրախանում, որ որտեղ որ գնում եմ, որ ուղղությունով այնտեղ ունեմ հետևորդուհիներ, իդեպ։ Ապրեք աղջիկներս, որ գրում եք, շնորհակալ եմ։ Դե, ինչպես ասում են, չես կարա ոչ մի բան, ինչ որ գախնի անես, հա։ Այսպես թե այնպես, պետք է իմ հետևորդիներն իմանան, թե Աննան ինչով է զբաղված կամ որտեղ է սովորում կամ ինչ է անում։ Շատերը գրել են ուլունքի դասեր ես տալիս, մեքենա վարել ես սովորում։ Հիմա վախենում եմ այդ մեքենա վարելուց, չգիտեմ ինչի, դեռ ես ինքս չեմ հաղթահարել այդ վախը, ինպես չեմ հաղթահարել, դրա համար դեռ չեմ սովորում։ Բայց երբ որ այսպես կանգնեմ ու ասեմ վերջ պետք է սովորեմ, ուրեմն պետք է սովորեմ։ Հիմա աղջիկներս խորացված եմ, այսպես ամբողջ ես մոտավորապես արդեն կլինի ինչ հայտարարվել է 5-րդ դասը հրուշակագործության։ Գիտեք, ամեն ինչ կարողանում եմ թխել, ամեն ինչ շատ լավ ստացվում է, բաներ կա, որ պետք է վերապատրաստես, սովորես, ավելի լավ ուղեղդ այսպես այդ ամեն ինչի մեջ զարգանա, բաներ կա, որ դու իդեալական չգիտես, մարդը ինչքան է մեծանում է, սովորելու տեղ ունի։ Եվ այսպես ես տարբեր տեղերի ուզում սովորեմ, նույնիսկ տարբեր ուղղություններով արդեն փորձել եմ, գնացել եմ, հետ եմ եկել, գնացել, հետ եմ եկել, ու քանի որ ինձ ասում են Աննա ջան, դու մի ամիս մեզ ասում ես ձեր նպատակների մասին, ոչ մեկին մեկ ասի, բայց դու արձագանքում ես, խոսում ես, ես նրա համար եմ խոսում, որ արդեն իմ մոտ ստացվել է, ես ինքս ինձ հաղթահարեմ ու առաջ գնամ։ Այ ձեզ ասում եմ, որ ինչ վելանում եք, թաքուն արեք, արդյունքով կիսվեք։ Նույնը ես եմ այդ ձև արել, ես շատ տեղեր եմ դիմել, տարբեր, այսպես, մասնաճյուղեր եմ դիմել, որպեսզի սովորեմ ու հետ եմ կանգնել։ Այսինքն գնացել եմ 4 օր, 5 օր, 6-7 օրը հասկացել եմ, որ ես այդտեղ չկամ ու դուրս եմ եկել։ Բայց տորթերի այսպես պարագայում ես ավելի քան վստահ եմ, որ տորթերը իմն է, ես պետք է այդ ուղղությունով գնամ։ Նու, գիտեք, բաղադրատոմսեր եմ ձեզ ներկայացնում, նույնիսկ իմ աղջիկները իմ բաղադրատոմսերով արդեն վաճառքներ են կատարում, որի համար ես շատ ուրախ եմ, ինձ Instagram-ում ուղարկում են, ցույց են տալիս, որ քո բաղադրատոմսով թխել ենք, արդեն վաճառում ենք, պատվերներ ենք ընդունում, հատկապես Միկադոյից բաղադրատոմսը, Միկադո
չեմիկատո չկներեք նուտելայի բաղադրատոմսով մարդիկ արդեն լավ առևտուր են անում իմ բաղադրատոմսով, որը ես եմ ներկայացել, որի համար ես շատ ուրախ եմ, հպարտ եմ, որ իմ աղջիկը տեսնում են, սովորում են եւ նաեւ գումար են վաստակում։ Ինչու՞ չէ, եթե ունես այսպես ինչ որ տալու նյութեր սովորեն, պատրաստեն, ինչի՞ չէ, թող սովորեն, պատրաստեն, միգուցե իրանք էլ այդ ուղղությունով կայանան։ Այդպես աղջիկներ ջան, արդեն իմացաք որտեղ եմ սովորում։ Արդեն 20-րդ դասը անցել եմ։ Ու բաներ կար, որ ես չգիտեի, հակառակ ավելի եմ այսպես սովորում եմ, նույնիսկ փորձ եմ կատարել, բիսկվիտներ, շոկոլադ է, շատ ընտիր ստացվել, ուղարկել եմ մեր ուսուցչուհուն, շատ էր հավանել, շատ լավներ ստացվել, հիմա կբերեմ ձեզ էլ ցույց կտամ, դեռ սառնարանում է գտնվում, չեմ հեռացրել սառնարանից, երկու հատ էր ստացվել, քանի որ 10 սանտիմետրանոց այդ կալցոների մեջ պետքա թխենք, դրանցից չունեի, նոր եմ պատվիրել, իմս ավելի մեծ է, 22, 30, 40, երկու հատ եմ վերցրել, այդպես, դեռ ես պատվերներով չեմ զբաղվում, աղջիկեր ջան, ես ինչը սովորում եմ, ինքս ինձ համար եմ սովորում, ես ինքս ինձ եմ բացահայտում, ես տեսնում եմ իմ կարողությունները, ես ինչ կարամ անեմ, որտեղ կարամ անեմ, տորթերը համար առաջի քայլն էր, որ անցա, վարսահարդարությունը ապագայում պետքա, չեմ ասում կսովորեմ, բայց էդ էլ կա իմ երազանքների ցանկում, որ պետքա իրագործեմ, առաջի քայլը արդեն արված է, այնպես որ եթե ունեք նպատակներ, երբեք հետ չկանգնեք, մեկ այսօր եկուց վաղը մյուս օրը, այս ժամանակ անցնի, քանի դեռ ունեք ժամանակ, հենց այսօր բանից էլ սովորեք եւ ավելի շատ էներգիա կվերցնեք, մոտիվացիա կվերցնեք ու ավելի այսպես ինքներդ ձեզ կբացահայտեք, այնպես որ գնացեք ձեր նպատակների հետևից, իմ օրինակս ձեզ, թեկուզ եւ տանը նստած, թեկուզ եւ երեխաների մայր, թեկուզ եւ լիքը գործեր իմ գլխին կուտակված, ես գիշերը ժամը 1-ին, 2-ին, 12:30 եմ քնում, բայց ես փորձում եմ ինքս ինձ վերագտնել ամեն ասպարեզում։ Ես հիմա դասեր չեմ տալիս, ոչ տորթերի համար ու դասեր իմ վլոգում բաղադրատոմսերա, որ ես անվճար եմ տրամադրում, ապագայում եթե ինչ-որ փոփոխություններ լինեն, ինչ-որ էջեր ես բացեմ, որպեսզի դասավանդեմ, բնականաբար դուք էլ կիմանաք։ Հիմա բերեմ տորթս մի հատ ձեզ ցույց տամ, ուզում էի երեք ձեր հետ պատրաստեմ, բայց ասացի մարդես միգուցե այս տարբերակը չստացվի, անիմաստ չնկարահանեմ, բայց իզուր չնկարահանեցի, պետք է նկարահանեի, ամեն դեպքում թխել եմ, լավ է ստացվել, շատ փափուկ, շատ նուրբ, շատ համեղ բաղադրատոմս, բնականաբար ես այդ նյութերով չեմ կարող կիսվել YouTube-ում, ինձ թվում է չեմ կարող, չգիտեմ, եթե ես բաղադրատոմսներ ներկայացնեմ, բնականաբար կնշեմ ում բաղադրատոմսով է, ես չեմ վերագրի, որ դա իմն է, դուք այդքանը շատ լավ գիտեք, այդպես, ինչ որ բան էլ ես սովորեմ, իմ սովորածից դուք էլ ուգուտ կքաղեք, իմ հետ դուք էլ կսովորեք, աղջիկեք ջան, գործերս մնաց, բայց պետք է անեմ, այս շոկոլադե բիսկվիտն է, նայեք, ամբողջ գիշեր մնացել է սառնարանում, հլը դուք մի հատ տեսքին նայեք, հլը մի հատ գույնին նայեք, հոտի մասին էլ չխոսեմ, այս կողքերը շատ փափուկ, այս տակի հատվածը գլատկի, իրան ընդամենը անհրաժեշտ է, այս վերևի հատվածը հեռացնեմ և վերջ, ինչ լավն է, մի հատ կկտրեմ, սպասեք, սուր տանակ անհրաժեշտ, այս 3 մասի կարելի է բաժանել, 2-3 մասի, 3 մասի, լսում եք ձենը, փշփշի, դուք ծակոտիները նայեք,
Ինչ ընտիրը ստացվել։ Փափուկ։ Տեսեք ինչ ընտիր կտրվածք է։ Ընդհանրապես ես սովորում եմ արդեն 2 օր։ Եվ ահա խնդրեմ արդյունքը։ Աղջիկներս հիմա անցել եմ մաքրության, հենց սկզբից մաքրում եմ կաթսաների կափարիչները, մաքրում եմ իմ ապարատով, քանի որ այստեղ արդեն տեսախլովակը շատ երկար է ստացվում 30 րոպե եւ ավել, իսկ դուք գիտեք ես երկար բլոգներ չեմ սիրում, այդ իսկ պատճառով շարունակությունը կդիտեք հաջորդ ալիքում։ Շնորհակալ եմ ձեզ սիրելիներս, որ միանում եք, բաժանորդագրվում եք, ակտիվ մեկնաբանում եք, հավանում եք տեսախլովակները։ Ես ձեզ անչափ սիրում եմ եւ գնահատում։ Կհանդիպենք շատ շուտով հաջորդ բլոգում։